Գողջունեմ բոլորիդ սիրելի Աստծո ժողովուրդ, սրտիս մեջ մարգարեական խոսք մգա, որ գուզեմ որ սերեդը բաժնեկցիլ, պիտի գարտամ համարմը, որ ադդեղեմ բաներ գա գուզեմ որ բաժնեկցիլ սերեդը, Սաղմոս 46-րդ գլուխ 10-րդ խոսք, գիտեք ես չեմ գիտեր ծեր կյանքի մեջ ամեն ինչ, բայց Աստված գիտե, ես չեմ գիտեր ինչ ժամանակաշրջանի մեջ եք, արդեն քանի տարի է ինչերու մեջ եք, հենց հիմա ինչի մեջ եք, բայց ես կավատամ աս խոսքը, որ հետերնի բաժնեկցի մարգարեական է, որովհետև գիտեմ որ սրտես դիրոջ առաջնորդությունով, Սաղմոս 46 10-11-րդ խոսք։ Գրված է հանդարտ կեցեք ու գիտեք, թե ես եմ Աստված, հետանոցներու մեջ պիտի բարձրանամ, երկրի վրա պիտի բարձրանամ, զորած դերը մեզի հետ է, Հակոբին Աստվածը մեզի աբավեն է։ Եվ նայեցեք, գիտեք Աստվածաշունչը ամեն խոսք որ գսե ինքը իրականության մեջ նկատի ունի այնինչ որ ինքը գսե, ովևէ մեկ խոսք չի գա որ բադական գրված է Աստվածաշունչի մեջ, եւ գիտեք աստեղեն երկու բան կար որ սրտիս վրա ծանրացավ որ ցերեդը բաժնեկցի, մանավանդ ատ արդայդություն են որ գսե հանդարտ կեցեք ու գիտեք թե ես եմ Աստված։ Գիտեք երկու բան կար մտքիս մեջ որ ուզեցի ցերեդը բաժնեկցիլ Աստծո աս արդայդություն են, մեկը որ գսե հանդարտ կեցեք եւ գիտեք թե ես եմ Աստված, սկացի ներսես որ Աստված գուզե որ շատերուն ասել այսօր որ հանդարտիր։ Չեմ գիտեր դու ինչի մեջ ես, բայց ես սկացի ներսես որ Աստված գուզե որ քեզի ասել լսե հանդարտիր եւ հիշե որ Աստված գա։ Չեմ գիտեր ինչի մեջ ես, բայց գսկամ որ ներսես ցայնը որ Աստված գուզե որ քեզի ասել ես եկել եմ քեզի հանդարտեցնելու, հանգստացնելու։ Հանդարտիր եւ գիտիր որ ես եմ Աստված գսե, հիշե որ ես Աստված եմ, հիշե որ Աստված ամենակարող է, հիշե որ Աստծո համար անկարելի բան չի գա եւ հանդարտիր։ Նորեն գսեմ չեմ գիտեր որքան ծանր օրերու մեջ ես, որքան ծանր դարիներու մեջ ես, չեմ գիտեր ինչ անկարելի բաներ գա քու յանքիդ մեջ, բայց ես քեզի գուզեմ որ այսօր ասել եւ գսկամ որ ասի Աստված է որ գսե հանդարտիր, հանդարտ կեցիր ու գիտիր որ ես եմ Աստված։ Աս իրավիճակի մեջ Աստված գուզե որ քեզի ասել հանդարտիր։ Եվ որ Աստված քեզի կհանդարտեցնե իրականության մեջ գուկա հանդարտություն քու յանքիդ մեջ Հիսուսի անունով։ Ադորամար այսօր գուզեմ քեզի հիշեցնել որ Աստված գա եւ եթե դու իր հետն ես ինքը քու հետդ է։ Եվ երկրորդ գեդը եւ շատ կարեւոր գեդը ադի է որ Աստված գուզե ասել հանդարտ կեցիր եւ ու գիտիր թե ես եմ Աստված, ասի գիտեք ինչ հետաքրքիր է որ Աստված գուզե ասել հանդարտիր, սահմաններդ գիտիր ու գիտիր որ ես Աստված եմ, ոչ թե դու։ Գիտեք այսօր եթե դուք զանոթ չեք ես ցեզի ասեմ այսօր շատ մարդիկ կան եւ ադիք բադահական չէ, ադիգա սատանայի պատճառով այսօր դարածված իրականություն մգա որ մարդիկ այսօր համոզված են շատեր Աստծո չի հավատացող մարդիկ անշուշտ որ գսեն ամեն մարդ իր կյանքի Աստվածն է, ամեն մարդ իր Աստվածն է։ Գիտես Աստված իր խոսքով գուզե այդ մարդոց ասել որ լսեցեք, հանդարտեցեք, ուրիշ բարերով ծեր սահմանը գիտեք, զգուշ եղեք եւ գիտեք որ ես եմ Աստված, ոչ թե դուք։ Բայց եթե այսօր դու մեկն ես որ չէ Աստծո հավատաս, Աստծո հանցներս քու կյանքդ, բայց ես քեզի գուզեմ բան ասել կարևոր որ մենք շատ ադերներ հագարակ անոր որ գսիրենք Աստծո գահարկենք, Աստծո հանցնենք մեր կյանքը, Աստծո գահավատանք։ Գիտեք գիտակցաբար եւ կամ անկիտակցաբար շատ ժամանակ ինչ որ բնակավարներու մեջ մեր կյանքին մենք կդառնանք Աստված մեր կյանքի եւ գիտես կփորձենք ամեն ինչ լուծել մեր չանքերով, մենք կփորձենք ամեն ինչ անել, մենք կարծես դարձել ենք Աստված եւ մենք կփորձենք որ լուծել այդ ամեն ինչը։ Բայց Աստված այսօր իր խոսքով գուզե քեզ ասել հանդարտիր եւ հիշե որ ես եմ Աստված։ Գիտեք շատ ժամանակ մենք պետք է հիշեցնենք մենք մեզի որ մենք մարդ ենք եւ Աստված չենք։ Նորեն գսեմ գրնալալ անկիդակցաբար Գրնալալ դու մեկն ես որ Աստուծո մեկը վախտնաս եւ ասի չես աներ, բայց անկիդակցաբար շատ ժամանակ գարձես մենք լանք Աստված շատ հարցերու մեջ չէ եղած է չէ դդ որ հարցի մեջ
Փորձեր ես ամեն ինչ ունել, հետո սեր ես օ ասորամար չաղոթեցի, մեկ հատ աղոթեմ։ Գիտեք, Աստված գսե ես եմ Աստված։ Հանդարտ կեցեք։ Ադորամար սիրելիներ, այսօր երկու բան, մեկը, որ ես չեմ գիտեր հոստեղը ինձի ովքեր են դիտողները, շատ մարդիկ կան հավատացյալներ արդեն, շատ մարդիկ կան անհավատ են, շատ մարդիկ կան բարձրապես մեզի գտիդեն, որ մեզի ինչ որ քեշ բաներ կրեն։ Ես չեմ գիտեր ովքեր են մեզի դիտողները ամեն, բայց ես այսօր իմ սրտիս մեջ խոսք ունիմ եւ այդ երկու բանը, որ մեկը, որ չեմ գիտեր, բայց Աստված գիտե եւ դու գիտես, որ ինչի մեջ ես, Աստված այսօր գուզե որ քեզի իսել հանդարտիր։ Եվ հիշե որ ես Աստված եմ, եւ եթե աբավինիս Աստծո կրված է բոլոր անոնք, որ Աստծո վրա հույս կտնեն, իրենք ամոթով չեն մնար։ Ադորամար ես կրճակեմ մարգարեական, որ խաղաղություն կա քո վրատ, ազատագրում կա, ամեն տեսակ բեռնավորվածություն է, հանդարտություն կա, մտքի խաղաղություն կա Հիսուսի անունով։ Եվ երկրորդը սիրելիներ, որ հանդարտ կեցեք, ձեր սահմանը կեցեք, զգուշացեք եւ գիտեք, որ դուք մարդ եք եւ Աստված է։ Հանդարտ կեցեք եւ գիտեք, որ ձեր չանքերով, ձեր ուժերով, ձեր ունեցվածքով ամեն ինչի լուծումը դուք չեք կրնար դալ։ Հանդարտ կեցեք եւ գիտեք, որ դուք մարդ եք եւ Աստված է։ Արիտ տվեք Աստծո, որ իր աստվածություն ունե ձեր կյանքի մեջ։ Գիտեք, ավետարանի մեջ մեկ հատ թեփ մգա Հիսուս Քրիստոսի օրերուն, որ գին մգար արունահոսություն ուներ 12 տարի։ Եվ հadogen գրված է, որ ինքը ոչ մեկ չանք չի խնայեց։ Իր ամեն ունեցվածքը տրամները թրավ, շատ բժիշկներու քնած, բայց ինքը չի լավացավ, իր հարցը չի լուծվեցավ։ Բայց ինքը օրը լսեց Հիսուս Քրիստոսի մասին եւ գրված է, որ ինքը իր ներսով հավատաց, որ իրեն միան եթե հանդերձներուն թփնա, ինքը պիտի բժշկվի։ Եվ այդպես էլ եղավ, որ Հիսուս ամփոխի մեջ էր եւ այդ գինը ոչ մեկ չանք չի խնայեց, որովհետեւ հասնի իրեն այդ ամփոխի մեջ եւ իր հանդերձներուն թփնալով գրված է Աստվածաշունչի մեջ ինքը մեկ կդոր բժշկվեցավ։ Վարգանական։ Աս ամեն ինչ որ ես կխոսեմ, որ գիտեք աս պատմությունը ինչ կսե, որ այսօր նույնպես Աստված իր խոսքով գուզե որ ասել հիմա ազգինը 12 տարվա պատմություն ունի, գրված է ամեն բժիշկներու քնած, իր ամեն տրամները թրավ։ Այսօր գրնալալ ծեր կյանքի մեջ ծեր կյանքի պատմության տեսակը ուրիշ է, բայց դու գալ գրնալալ արդեն երկար ժամանակ ինչ որ չանքերու մեջ եք։ Գիտեք, Փառք Աստծո բժիշկներուն համար ամենան հարկանքով գսեմ, բայց գիտեք, Աստծո դեղը ոչ մեկը չի գրնալ առնել։ Եվ որ բժիշկները գտարնան մարդուն համար միակ հույս, արդեն մարդիկ Աստծո դեղ տրած գլան բժիշկները։ Ադորամար Աստված գսե հանդարտ կեցիր եւ գիտիր որ ես եմ Աստված, քո հարցի լուծումը բժիշկեն չի կար։ Շատ մարդիկ շատ տրամ կունենան եւ կգարձեն որ այդ տրամը ամեն ինչ կլուծի, Աստված այսօր եկել է ասելու հանդարտ կեցիր եւ գիտիր որ ես եմ Աստված, այդ տրամը ամեն ինչի պատասխան չի դար։ Շատ մարդիկ շատ ցանոթներ ունին, շատ գիտեք կարողություններ ունին, հանրաճանաչ են եւ կգարձեն որ իրենք ամեն հարցի լուծում կրնան բերել, բայց Աստված այսօր գսե հանդարտ կեցեք եւ գիտեք որ ես եմ Աստված, որ դուք ձեր չանքերով չեք կրնար լուծում բերել, այլ Աստված կրնա ցեզի դալ կարողություն, որ դուք չանքն եք ձեր կյանքի մեջ, բայց Աստված է ամենակարողը, որ ինքն է ամենակարողը եւ ինքը կրնա ամեն բան։ Ադորամար հանդարտ կեցեք եւ գիտեք թե ես եմ Աստված գսե։ Սիրելիներ, ես կհավատամ որ այս խոսքը մարգարեական էր։ Շատերուն համար ադոր այդ խոսքներ որ հանդարտեցեք, հանգստացեք, հիշեցեք որ Աստված գա, ապավինեցեք իրեն եւ հանձնվեցեք իրեն։ Գիտեք Հիսուս Քրիստոսը 2000 տարի առաջ եկավ, մարդկության մեղքերուն համար իր արյունը թափեց, խաչվեցավ եւ երրորդ օրը հարություն արավ։ Եվ գիտեք մարդկությունը գործված էր եւ փրկիչի գարիք ուներ։ Մարդկության վրա գար մահվան իշխանությունը, մարդկություն անեցքի դագեր, հիվանդության դագեր, քերի երջարին եւ Հիսուս Քրիստոսը իր խաչելությունով, իր արյունը թափելով եւ հարություն առնելով մարդկության տվավ հնարավորություն, որովհետեւ մենք ազատ լինենք մահվան իշխանությունը եւ կյանքի իշխանությունը կա մեր կյանքի մեջ, որովհետեւ մենք ազատ լինենք մեղքերը, անեցքները, աղքատության անեցքը, չարի ներկայությունը, չարի ծրագիրները։ Ադորամար Աստված այսօր եկել է իր ցերկի երկնցնելու եւ քեզի ասելու
Հանդարտ գեցիր եւ գիտիր ես եմ Աստված։ Աստված այնքան սիրեց այս աշխարհը, որ իր միածին որդին ղրգեց, որ ան որ իրեն հավատա, չգործվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Ադորամար սիրելիս, այսօր ես քեզ եկել եմ ասելու հանդարտ գեցիր, մեկ հատ գեցիր, հանդարտիր եւ քնա Աստծոքով։ Քնա Փրկիչին մոտ, Հիսուս Քրիստոսին մոտ։ Մեկ հատ քու չանքերդ հանդարտիր, քու կարողություններուն հուսալեն հանդարտիր, մարդոց հուսալեն հանդարտիր, մեկ հատ հանդարտիր եւ հիշե եւ գիտիր, որ Աստված գա եւ քնա իրքով։ Աստված, որ ունի ամեն ինչին լուծումը, Աստված, որ ինքը կգրնա փրկել, Աստված, որ ինքը կգրնա անգարելին կարելի ինել, Աստված, որ այնքան սիրեց քեզ իր միածին որդին չի խնայեց, Աստված, որ երբ սրտով կգանչենք իրեն ինքը կպատասխանե մեզի, Աստված, որ երբ որ կփնտրենք իրեն անպայման կգտնենք։ Սիրելիս, այս ուղերձը անպայման վերցուր եւ ես չեմ գիտեր, բայց թուն քննե այս ամենը։ Ես չեմ գիտեր, քանի քու կյանքիդ մեջ ինչ կա, բայց թուն քննե, մտածե այս ամեն ինչի մասին։ Թող Տերը օրհնե ցեզի։ Ես կաղոթեմ Հիսուս Քրիստոսի անունով, որ մենք մեր կյանքի բոլոր օրերում մեջ մեր սահմանը գիտնանք եւ հիշենք, որ մենք մարդ ենք եւ Աստված է։ Ես կաղոթեմ, որ Տիրոջ խաղաղությունը կա։ Ես կաղոթեմ, որ հանդարտություն կա ամեն մեկուդ վրա, հիշելով, որ Աստված գա, հիշելով, որ ելքը գա, քանի որ Աստված գա, եւ երկրորդը, թող Աստված երկյուղի հոգով լեցնե մեզի, որ չլա թե մենք մեր կյանքին Աստվածները ըլլանք, հաբա ամեն ժամանակ մեր անձերուն հիշեցնենք, որ հանդարտ կեցիր ով իմանց եւ գիտիր, որ Հայր, Որդին եւ Սուրբ Հոգին է Աստված, եւ թուն ով մարդ ամեն ինչ չես կրնար, ամեն ինչ գրծողը միան Աստված է։ Հիշեցնենք մենք մեզի շատ ադերներ, որ ով իմանց հանցնվիր եւ հանցնե քու կյանքի ամեն ինչը Տիրոջը։ Գրնալալ թուն մարդես հանցներ ես քու կյանքը Տիրոջը, բայց ինչ որ բնակավարի մեջ գարձես թուն դարձերես Աստված, քու չանկերով կուզես կոր ամեն ինչ ունել, գվստահես կոր ուրիշներուն հանդարտ կեցիր եւ գիտիր, որ Աստված միան գրնա լուծումը տալ։ Հիսուս Քրիստոսի անունով ես կխոսեմ օրհնություն ձեր կյանքի վրա, ես կխոսեմ օրհնություն ձեր ընտանիքներու վրա, ձեր սերունդի վրա, ես կխոսեմ ազատագրում ձեր եւ ձեր ընտանիքներու մեջ, ես կխոսեմ բժշկություն, ես կխոսեմ սրբություն, ես կխոսեմ Տիրոջ փառքը եւ զորությունը կա ձեր կյանքերու մեջ, Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ վերջին անգամ լալով գսեմ, հանդարտ կեցեք եւ գիտեք, որ Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին է Աստված։ Ամեն։